Երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հյուրերը Երևանի պետական համալսարանի երկրաբանության ու աշխարհագրության ֆակուլտետի դասախոսական կազմն էր դեկանի գլխավորությամբ։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի, գլխավոր տնօրեն Դավիթ Դանելյանի ձեռնարկության ինժեների ու երկրաբաների հետ աշխատանքային սեղանի շուրջ քննարկվեցին համագործակցության հետագա անելիքները։ Մենք պատրաստ ենք մեր փոքրաթիվ ուսանողներից կարողանանք արտադրություն ուղարկել լավագույն մասնագետների։ Հանդիպման ընթացքում ներկաները ամփոփեցին Երկրաբանի դպրոցի շոշափելի արդյունքները։ Պապին Մուրադյանի խոսքով դպրոցականների շրջանում ոգևորությունը մեծ է, ոմանք նույնիսկ արդեն իսկ հասցրել են կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ 26 աշակերտներ Երևանում եւ 11-ը Սյունիքի մարզում Կապանի լեռնահարստացման կոմբինատում մասնակցում են մեծագույն ոգևորվածությամբ։ Ամենաոգևորիչն այն է, որ մեր սաները ասում են իրենք արդեն մի մասը, կարելի ասել 30 կամ 40% ցանկություն ունեն ապագայում ընտրել երկրաբանի մասնագիտությունը։ Ծրագրի պատասխանատուների խոսքով Պատանի երկրաբանի դպրոցի 5 շաբաթյա դասընթացներին կհաջորդեն պրակտիկ պարապմունքներ Հայաստանի տարբեր մարզերում։ Առաջինը Արարատի մարզ, Դաշտաքար, այնուհետև Հրեշտակների ձոր, որտեղից հավաքել են ապարներ մեր սաները։ Երկրորդ երթուղին նախատեսվում է Հրեշտակների ձոր, Գառնու հեթանոսական տաճար, այնուհետև սեյսմիկ պաշտպանության ծառայություն։ Պատանի երկրաբանի դպրոցի ավարտին մասնակիցներին կհանձնվեն վկայականներ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել հայտագրվել, կարող են մասնակցել հաջորդ փուլին։ Ծրագիրը լինելու է շարունակական։ Ամռան ամիսներին, օգոստոս ամսին հավանաբար մենք կհայտարարենք ընդունելություն երկրորդ փուլի սաների համար եւ նույն եղանակով Մայրաքաղաքում եւ Սյունիքի մարզում, ովքեր կհայտագրվեն, կանցկացնենք հարցազրույցից հետո նույն եղանակով կշարունակենք։ Հանդիպման ընթացքում մշակվեցին համագործակցության հետագա քայլերը, հնչեցին նոր գաղափարներ եւ նոր մտքեր։ Կապանի կոմբինատի ղեկավարությունը մեծ պատրաստակամություն հայտնեց աջակցելու եւ ընդառաջելու մայր բուհի նախաձեռնություններին, եթե դրանք ուղղված են որակյալ մասնագետների պատրաստմանը։ Ներկայում քննարկվում է արդեն աշխատանքային պրակտիկաների կազմակերպումը, կոնկրետ դաշտում երկրաբանն իր ուսանողը գա իր մասնագիտական ոլորտում աշխատի եւ կարողանա իր մասնագիտական գիտելիքները պրակտիկ փորձի հիման վրա ավելի զարգացնի, որ ինքը կարողանա հետագայում թեորիան ավելի լավ ըմբռնի, քանի որ բոլորս գիտենք, թեորիան ըմբռնելի է դառնում եւ կա պրակտիկա։ Ողջունել է ԵՊՀ-ի կատարած վերջի տարիների աշխատանքը, որ այսօր կարողացան իրանց արշավի շնորհիվ երկրաբանական ամբիոնի համբավը այդքան բարձրացնել, այսօր բոլորը մոտ հետաքրքրություն կա, մենք այսօր Պատանի երիտասարդի դպրոցում տեսնում ենք, որ աղջիկների մոտ, տղաների մոտ երիտասարդ սերունդը խիստ հետաքրքրվածություն ունի, մեծ հաճույքով գալիս են։ Սյունիքը հենց դրա սիրտն է, այ մեր մասնագիտության սիրտն է եւ մեր կապը Սյունիքի հետ հենց դրա մասին է խոսում, որ ֆակուլտետը եւ Սյունիքի արտադրական ձեռնարկությունները փորձում են այդ մեր փոխկապակցված հարաբերությունները ստեղծել, վերականգնել, ժամանակին եղել են, ժամանակին մեր մեծ գիտնականները, մեր դասախոսները շատ այստեղ աշխատել են, Կապանում աշխատել են եւ մեծ փորձ են ունեցել, հաշվետվություններ են գրել, ներկայացրել եւ իրենց ուսանողներին սերնդեսերունդ փոխանցել են այդ գիտելիքները, այդ կապը, այդ ամեն ինչը, այն մարդիկ հիմա որ այստեղ աշխատում են, հիմա որ կան, նրանց շարունակությունն են։ Հիմա մենք էլ փորձում ենք մեր շարունակությունը ներդրել այս արտադրության մեջ։ Հանքարդյունաբերության ոլորտը արագ զարգանում է, հետևաբար որակյալ մասնագետների խիստ պահանջարկն է մեծանում, նշեցին ներկաները։